պիտի ընդգծեմ, Ով այնպիսի սուտ կասի, որ ժողովուրդը միաբերան ասի սուտ է։ Սիրելի արցախցիներ, սիրում ենք բոլորիդ, սիրելի արցախցիներ։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եվ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Միացում, միացում, միացում։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Սիրելի արցախցիներ, սիրում ենք բոլորիդ, սիրելի արցախցիներ։ Փաշինյանի այս հուզառատ խոսքերն են երևանցիները հիշել ապրիլի 1-ին, մարդկանց խոսքով սուտ ասելու օրը։ Արցախը Հայաստանը եւ վերջ, ամենամեծը։ Սուտերից շատ են, որ մեկ ասեմ, ասենք Արցախը Հայաստանը եւ վերջ, սուտ չի, կամ 5000 սոհայեղեն, ասմա մենք մեղավոր չենք։ Եվ ժողովուրդը կորոշի, ինքը ուզում այդ տարբերակը, թե չի ուզում։ Հարցը համոզված եմ, կլուծի Հայաստանի ժողովուրդը։ Ժողովրդի կամքն է, ժողովրդի ընտրությունը, ժողովրդի կամ արտահայտություն է։ Դե ասում են, ոնց ժողովուրդը պետք է որոշի Ղարաբաղի հարցը, ոնց ժողովուրդը պետք է որոշի։ 7 տարի ստերի մեջ ապրում ենք։ Ինչ արել ես բոլորը խաբեբայությունով, որ պաշտոնին մնա։ Արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի դեմ Փաշինյանի բուռն պայքարն են նաև հիշել Երևանում։ Քաղաքացիները չգիտեն, թե որն ասեն, որը թողեն։ Ոտից գլուխ սուտ է ինքը։ Որ մեկն ասեմ։ Որ հիշում եք։ Այնքան կա որ Իրա բոլոր խոստումները սուտ է, ստի վրա է կազմված։ Դե որ ասում եմ Յուջեն շատացրել է։ Չեմ հավատում տենց բանի։ Նիկոլ Փաշինյանն այնքան է ստել, որ մարդիկ անգամ չեն հավատում, թե թոշակները 10,000 դրամով բարձրանալու են։ Վրդոված են քաղաքացիները, իրենց հիմարի տեղ է դրել Հայաստանի վարչապետը։ Ես բան եմ, թոշակարու եմ, ես այսօրվա օրով էլ չեմ հավատում սուտերի ուրա, չէ՞, դե դրակով, այդ հադիֆի տեղա դրե, հիմարի տեղա դրե։ Ոմանք վարչապետին խորհուրդ են տալիս, որ հավաքույթ կազմակերպի եւ մի լավ քեֆանի։ Իրենց խոսքով ապրիլի 1-ը Նիկոլ Փաշինյանի տոնն է։ Նույնան տոնն է, թող դժան։ Ինքը Ալեն Սիմոնյանը, էլ հո, Ռուբեն Ռուբինյանը, թող գնան դժան։ Ավտոբուսում։ Հարգելի Փաշինյան, խնդրում եմ ձեզ, հենց վաղը հրաժարվի եւ գնա։ Ուրիշ ոչ մի խորհուրդ չունեմ ես իրեն։ Չեմ դիմանում ես այս 8 տարիա չեմ կարում դիմանամ։ Հայլուրի տեսախցիկի առաջ միայն այս կինն է ասում, որ Փաշինյանը սուտասան չէ։ Թույլ է։ Բայց նկատում է, վարչապետը շատ թույլ ղեկավար է։ Չասեք թույլ, իրավունք չունեք, ղեկավարին։ Չէ, իհարկե չի խոսում։ Եթե սուտ չի ասել։ Դե գիտեք ոնց դուք չեք խոսացել սուտ։ Ես երկրի ղեկավար չեմ։ Կապ չունի, ամեն մարդ իր տան ղեկավարն է։ Դե ուրեմն եթե մի խոսացեք, ամբողջ հարցը այն է, որ ինքը շատ թույլ է։ Ինչ անենք, դուք եք շատ բան ասել։ Մի րոպե, դուք եք շատ բան ասել։ Ես երկրի ղեկավար չեմ։ Բայց չի մացե ինքը որ նստելա ծախված է արդեն։ Երբ որ դուք ամուսնանում եք, չէ՞, չեք միանում իզևի մարդու հետ եք ամուսնանում։ Երբ որ ամուսնանում եք, զգում եք, որ վատ է, չէ՞, ինչ եք անում։ Երևանում մարդիկ վստահ են։ Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինի օգնությունն է պետք վերընտրվելու համար։ Ինչի՞ է գնացել, որ ասի խնդրում եմ, աղաչում եմ, ինձ մի քիչ պատժեշկա կանեք, որ ես թարցը շարունակեմ եւ այլն, բայց այս բան չի լինելու, որովհետեւ ժողովուրդը դեմ է իրեն։ Всё։ Չի անցնելու։ Չի անցնելու մեկից մեկ։ Դա Հալն եք ասում, դա Փաշինյանին եք ասում։ Այո, նա չի անցնելու։ Որովհետեւ ժողովուրդը արդեն զգացել է, որ ինքը շատ մեծ սուտասան է։ Երևանի փողոցներում են հասկացել։ Արևմուտքի գիրկը նետվող Փաշինյանը նոր սիրախաղ է սկսել Ռուսաստանի հետ, քանի որ ըստ մարդկանց վարչապետին սարսափեցնում է իր գահավիժած վարկանիշը։ Իմ կարծիքով
գնացել է որպեսզի Պուտինի խնդրի, որ ընտրություններին իրեն օգնի, որովհետև կամ Եվրոպա էր գնում, կամ Ամերիկա էր գնում, Արևմուտք Ռուսաստանին երկրորդ պլան մղելով, բայց դե այդ Պուտինը լավ էլ հասկանում է։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։